Этот гуманитарный вопрос находится в сфере внимания российской страны, и в ближайшее время планируется новая... Տիկին Ազարյան, Մարիա Զախարևան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հարցը միշտ իրենց ուշադրության կենտրոնում է եւ առաջիկայում նաեւ մարդասիրական հումանիտար նոր ակցիա ունեն ղարաբաղցիներին նվիրված։ Նախ ընդհանուր առմամբ այս հարցը ուշադրության կենտրոնում պահել է ինչ միտում ունի նույն Ռուսաստանի կողմից եւ ինչ ասել է նոր մարդասիրական ակցիա ունենք։ Ես 10 րոպե առաջ եմ ծանոթացել այս հայտարարությանը, լրատվականներից մեկում հաճկովս ընկավ։ Իրականում շատ տարակուսելի է այնինչ ես ընթերցեցի ինքս էլ, ձեր մեջբերումը, երկար ժամանակ կամ առնվազն թողնել, որ տեղի ունենա այնինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, բռնի տեղահանում, այսինքն ըստ էության տեղի ունենա, որից հետո մարդասիրական աջակցության մասին զրույցները առնվազն, գիտեք, զավեշտալի են այս համատեքստում, բարի կամքի դրսևորում որպես, ես այդքան բավարար չափով ազնիվ չեմ համարում, ոչ էլ տեղին։ Առհասարակ վերջին շրջանում շատ ենք տեսնում, որ Լեռնային Ղարաբաղի ու բռնի տեղահանվածների մասին խոսույթը պարբերաբար քաղաքական դաշտ է նետվում։ Նաև Լեռնային Ղարաբաղի նախկին падգամավորներից մեկը խոսում էր, որ Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, հիմա նոր նախագահ պիտի ընտրեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինստիտուտները, պետական ինստիտուտները պահպանեն։ Ինչ ասել է պետական ինստիտուտների պահպանում այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղը արդեն գոյություն չունի, լուծարված է, եւ այս դեպքում ինչ նախագահի ընտրության մասին է խոսքը։ Գիտեք, ես շատ հաճախ նույնիսկ անհարմար եմ զգում մեկնաբանել այս հայտարարությունները այն իմաստով, որ գիտեք, անդադ խոսել երևակայական նախագահի մասին, երևակայական ինստիտուտների պաշտոնյաների մասին, падգամավորների մասին, որոնց մասին կրկին դուք հիշատակում եք։ Բացի դա, եկեք հասկանանք, Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին, եղբայրներին ընդհանուր առմամբ բավարար չէ այդքան օգտագործել որպես ընտրական գործիք, բավարար չէ օգտագործել ինչ-որ մի նոր ձևավորված X չակերտավոր փրկության շարժումներին որպես, գիտեք, մարդաքանակ ապահովելու միջոց։ Այդ մարդիկ, ի վերջո, ուզում եմ հասկանալ, քանի շարժում պիտի տապալվի, որպեսզի հասկանան, որ այդ մարդիկ զբաղվում են իրենց սոցիալական հարցերով, իրենց առօրյա հոգսերով, իրենց բնակարանների ձեռքբերման պրոցեսով, որը ըստ էության ստանում են, շարունակական բնույթ է կրում այս ծրագիրը, այդ բոլոր կարևոր հարցերը թողած, այս աղմուկի ֆոնին պարբերաբար այդ մարդը, այդ որ պաշտոնյան է գնացել ձեռքը դրել ուսին Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված որևէ անձի ուսին եւ ասել ինչի կար, սոցիալական ինչ խնդիր ունես, արի լուծենք։ Այդ մարդկանց հիշում են, այդ մարդկանց դուրը թակում են միայն այն ժամանակ, երբ ուզում են որևէ պրոցեսի, որևէ շարժման մեջ ներգրավել եւ թիրախավորել իշխանությանը։ Վերջերս ներքին գործերի նախարարությունն էլ հայտարարություն տարածեց, որ այդ իմաստով աշխուժություն կա եւ հիմա ավելի շատ քաղաքացիներ Լեռնային Ղարաբաղի սկսել են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Մենք գիտենք, որ նախկինում խոսվում էր այն մասին, որ շատ քիչ մարդիկ են դիմում քաղաքացիություն ստանալու համար։ Հիմա սա այս միտումը ինչպես է գնահատում, այսինքն ինչով է պայմանավորված, որ ավելի շատ բռնի տեղահանվածներ ցանկանում են եւ դառնում են ՀՀ քաղաքացի։ Իհարկե, այստեղ մենք նաև առաջին հերթին պիտի խոսենք այն տևողությունը, որը անցել է այդ իրադարձություններից հետո, տեղահանումից հետո։ Ըստ էության տեղահանումից հետո բնականաբար մեծ թվերի մասին ակնկալել եւ խոսել հնարավոր էլ չէր եւ դա իրատեսական չէր։ Իհարկե այդ ստատիստիկան, որը դուք նշում եք, ծանոթ չեմ, աճել են թվերը թե ոչ այս իմաստով, բայց բնականաբար երբ արդեն որոշ չափով խաղաղ պայմաններում, երբ բնակարանային հարցերն են լուծում, սոցիալական իրենց հարցերն են լուծում, հերթը գալիս է, գիտեք, տրամաբանական շարունակությունն է սա, այսինքն որոշակի մի փուլում դա տեղի պիտի ունենա։ Ես չեմ պատկերացնում դրանից խուսափելու ելքը որն է, ելքը երկիրը լքելն է, բայց ես կարծում եմ, որ կառավարությունը բավարար չափով եթե ոչ առավելագույնը անում է, որպեսզի այնքան կոմֆորտ ապահովի
մեր հայրենակիցների համար, որպեսզի նրանք չմտածեն նույնիսկ այդ ալտերնատիվի մասին, չմտածեն երկիրը լքելու եւ քաղաքացիությունից հրաժարվելու մասին, օրինակ։ Տիկին Ազարյան, խոսեցինք Ռուսաստանից եկող մտահոգությունների մասին, ղարաբաղցիների հոգսը այսպես կիսելու հայտարարությունների մասին։ Հետաքրքիր է, որ այսօր օրերս նաև մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին մեկնել է Ռուսաստան, Մոսկվա։ Ինչ եք կարծում, ինչով է դա պայմանավորված եւ արդյոք կապում եք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ, քանի որ մենք գիտենք այդ կենտրոնի հետ կապը մշտապես փորձում է պահել Քոչարյանը։ Ես եկեք շատ կարճ պատասխանեմ, կարծում եմ դա պայմանավորված է կարոտով, ըստ էության Ռոբերտ Քոչարյանը գնացել է այն երկիր, որի հետ կարծես թե օրգանական կապով կապված է եւ մեծ հաշվով այստեղ ես խնդրեմ չեմ տեսնում, ոչ էլ շատ աշխարհացունց ինչ որ ինֆորմացիա է, ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանը այսպես ասած գնացել է այնտեղ, որտեղ այդքան լավ է իրեն զգում։ Ես իսկապես չեմ տեսնում այստեղ ինչ որ տարօրինակ իրադարձություն, Ռոբերտ Քոչարյանը երևի թե վերադարձել է իր հայրենիք։ Իսկ տարօրինակ իրադարձություն տեսնում եք նրանում, որ օրինակ այսօր ընդդիմադիր թերթերից մեկը գրել էր եւ նաեւ մամուլն է դրան անդրադարձել, որ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո բացառիկ դիտումներ է գրանցվել, միլիոնների հասնող դիտումների մասին է խոսքը, ինչը այդ թերթը մեկնաբանում է այնպես, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործունեության հանդեպ հետաքրքրությունը սկսում է մեծանալ։ Տեսեք Հերմինե ջան, հարցը երկու պատասխան ունի։ Մեկը որ իրականում քաղաքացիները, այստեղ մեր սիրելի քաղաքացիները ենթադրում են, որ դիտում են այդ հարցազրույցները հետաքրքրությունից ոչ միայն ելնելով, դիտում են, որպեսզի վերհիշեն եւ վերապրեն այն բոլոր տարիները, վատ իմաստով, վերհիշեն այն բոլոր տարիները, կառավարման տարիները, որոնց ականատես են եղել եւ ապրել են Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի հետագայում չմոռանալով այդ տարիները ճիշտ ընտրություն կատարեն 2026 թվականին ընդառաջ։ Սրա մասին է խոսքը, բայց երկրորդ կտորը հարցի պատասխանը իմ, եթե հաշվի առնենք, որ հարևան իր սիրելի օրինակ Ռուսաստանի Դաշնությունից էլ են դիտում, այդ դիտելիությունը կարծում եմ դրա շնորհիվ է գեներացվում, այստեղ տարօրինակ բան չկա, այդ թվերը, որոնք մատնանշում են դիտելիության իմաստով, ես վստահ եմ, որ քաղաքացիները դիտում են այդ հարցազրույցները, միայն որպեսզի վերհիշեն կամ վերապրեն, կամ գուցե լավատեսեն եւ կարծում են, որ դրական իմաստով գուցեև որևէ բան փոխված լինի, բայց այն բոլոր արձագանքները, որոնք մենք տեսնում ենք Facebook-յան հարթակում, մամուլում տեղ գտած բոլոր ստացան մեկնաբանությունները, այդ նույն քաղաքացիների մեկնաբանությունները մենք կարդում ենք այդ հարցազրույցների ներքո, այդ դիտելիությունը ինչի հաշվին է բարձրացնում, նրա հաշվին, որ ասում է օրինակ պատերազմը հրահրել է հայկական կողմը, ես չեմ կարծում ի օգուտ որևէ բան կա այս իմաստով։ Այ ասացիք, որ վստահ եք, որ այո շատ քաղաքացիներ նայում են Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները, որպեսզի վերհիշեն իր կառավարման տարիները։ Օրինակ դուք նայել եք եւ ինչ եք առանձնացրել ձեզ համար։ Միանգամից որ կհիշեմ ամենազավեշտալի կետորը, որը իհարկե ականջովս հասավ, հետեւյալն էր, որ ըստ էության կոռուպցիան խոսում էր կոռուպցիայի մասին այդ հարցազրույցում։ Իհարկե այստեղ կարող ենք բազմակետ դնել եւ ավարտել, կարծում եմ մեր քաղաքացիները տեսել են եւ հասկանում են ինչի մասին եմ խոսում, բայց երբ մեկը ով պետությանը ներկայիս դրությամբ պիտի հետ վերադարձնի ապօրինի ծագում ունեցող տասնյակ գույքեր, հարյուրավոր միլիոն դոլարներ, այդ մարդը խոսում է կոռուպցիայի մասին, հասկանում եք, հասարակածը հատում է մարդու ցինիզմը։ Ես իսկապես ուզում եմ հասկանալ այդ մարդը, որ խոսում է, նույն մարդն է, նույն իր դեմքով, ոչինչ չի փոխվել, տրանսֆորմացիա ստեղծության տեղի չի ունեցել գոնե իր դեմքի դիմագծերի առումով։ Ոնց կարելի է նման բան խոսել։ Ախր խոսում ես, չի ավարտվում այդտեղ ամեն ինչ սկսվում է, այսինքն այդտեղ ամեն ինչ նորից վերհիշում են մարդիկ եւ միայն մեկնաբանություններին հետեւելով, թե ով ինչից է խոսում։ Այո, ես նորից եմ ուզում ասել, կոռուպցիայի մասին էր խոսում այդ հարցազրույցում։ Բացի դա, այստեղ ինչը էլի շատ իմ համար զավեշտալի էր, նա խոսում էր զարմացած, երևի այստեղ ինքը իսկապես համեմատականներ տարել էր իր որպես նախագահ եղած տարիների ընթացքում իր
իր նախագահության օրոք եւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համեմատականներ էր տարել եւ ասում էր մարմնի լեզուն հոգեբաններին կարծես թե ինքը հարցեր էր ուղղել, ուզել էր հասկանալ միջազգային հարթակներում վարչապետը ինչպես է իրեն դրսևորում բոլոր իմաստներով եւ գիտեք զարմացել էր որ կա վարչապետ, որից չեն կաշկանդվում, չեն վախենում, ում հանկարծ թարս նայելու դեպքում նույն վարչապետը կամ այս դեպքում իր օրինակով մարդիկ կյանքից չեն զրկվի, զարմացել էր նա, մեջբերում է, որ այդ ինչ կեցվածք էր, այդ ոնց էր միջազգային ասպարեզում հանդես գալիս, ինչ պիտի աներ, մի հատ ուզում եմ հասկանալ, ինչ պետք է աներ վարչապետը, պետք է գնար ոտքով խփեր ինչ-որ դռներ բացեր, հասկանում եմ իհարկե այս մարդիկ գիտեք բոլոր այդ երևույթները մի պրիզմայով են չափում, այն պրիզմայով որի ականատեսը մենք եղել ենք երկար տարիներ եւ ինչպես իրենք վարվել են եւ ժողովրդի հետ եւ տարբեր հարթակներում։ Հիմա այս մարդը անկեղծ հասկանում եմ, իրականում հասկանում եմ իրեն, որ ինքը չի պատկերացնում, որ կարելի է լինել բարձրաստիճան պաշտոնյա եւ իրեն հարսնայողին կյանքից չզրկեն։ Օրինակ Եվ ամփոփելով Տիկին Ազարյան, քանի որ խոսեցիք նաև ընտրություններից 2026 թվականին ընդառաջ ճիշտ ընտրություն կատարելուց, նախ ընդհանուր առմամբ ձեր կարծիքն է հետաքրքիր, թե արդյոք այդ սցենարը համարում եք հավանական, նույն Քոչարյանը վերադարձի մասին էր խոսում, ակնարկում էր տարբեր սցենարներ, նույն Գյումրու սցենարներ, նաև մատնանշում։ Դուք արդյոք իր վերադարձը հավանական համարում եք եւ այդ ճիշտ ընտրություն ասելը ինչպես պիտի ժողովուրդը գնա դրան ու նաև Քոչարյանն ասաց, որ իհարկե իրենք սուրբ չեն եղել, ճակերտավոր ասած, բայց ճգնաժամային իրավիճակներում ինքը կարողանում է կառավարել։ Տեսեք, Քոչարյանը արդեն ինքն իրեն տեսնում է այդ դիրքում 2026 թվականին, այդ մասին իր հարցազրույցում նա անթակույց հայտարարեց եւ նշեց, որ նա ճգնաժամեր կառավարելու վարպետ է, այն բոլոր ճգնաժամերը, որոնք կարող է ստեղծել, գեներացնել, հետո ինքն էլ փորձի լուծումներ գտնել, ըստեղ ազնիվ է գտնվել նա, ինչ խոսք, եկեք արձանագրենք։ Բացի դա 26 թվականին ես բացառում եմ իր դեմքով շանսեր ունենալու հնարավորությունը վստահաբար բացառում եմ, վստահաբար չի լինելու, դա տեղի չի ունենալու։ Եթե պրոյեկտենք այս ամբողջը Գյումրիի փորձի վրա, երբ միավորվեն մի քանի ուժեր օրինակ, հանդես չգան իրենց դեմքերով, առաջ մղեն նոր դեմքերի, նախկին դեմքերի, իհարկե այս մասին եւս խոսեց Քոչարյանը եւ չբացառեց, որ այ Գյումրիի մոդելը կարծես թե գրավիչ էր եւ հաջողվեց, բայց իր դեմքով բացառում եմ, նա շանսեր չունի իր դեմքով հանդես գալ ուղիղ եւ իհարկե քաջություն էլ չունի, վստահ եմ, իր դեմքով հանդես գալ եւ հաջողել այս համատեքստում։